Կյանքը այս բառը յուրաքանչյուրիս համար տարբեր իմաստներ է կրում, բայց միևնույն ժամանակ այն միավորում է մեզ բոլորիս որպես մարդկային գոյության հիմնական էություն։ Կյանքը կարճ է, բայց անսահման խորքեր ունի։ Այն նման է գետի, որ հոսում է անդառնալիորեն, սկսվելով ծնունդից և ավարտվելով մահով, բայց մեջտեղում լցված լինելով հազարավոր պահերով, որոնք կարող են դառնալ երջանկության, տառապանքի, սիրո կամ իմաստի աղբյուր։ Շատերն են փորձել բացատրել կյանքի իմաստը։ Ոմանք ասում են, որ կյանքի իմաստը սերն է, սեր դեպի մարդիկ, դեպի բնություն, դեպի Աստված։ Մյուսները կարծում են, որ այն պայքարն է, հաղթահարել խոչընդոտները, հասնել նպատակներին և թողնել հետք աշխարհում։ Կան նաև նրանք, որոնք կյանքը համարում են պարզապես հնարավորություն ապրելու, զգալու, սխալներ թույլ տալու և սովորելու դրանցից։ Կյանքը հրաշք է, մենք ծնվում ենք անմեղ, աչքերով լի հրաշքով, նայելով աշխարհին։ Մանկության տարիներին ամեն ինչ նոր է, հետաքրքիր, լի գույներով և երազանքներով։ Հետո գալիս է պատանեկությունը, կիրքերով, առաջին սիրով, առաջին հիասթափություններով։ Հասուն տարիքում կյանքը դառնում է ավելի բարդ՝ պարտականություններ, աշխատանք, ընտանիք, պատասխանատվություն։ Բայց հենց այդտեղ էլ է թաքնված կյանքի խոր իմաստը, իմաստը ստեղծելը, պահպանելը, տալը։ Կյանքում կարևոր է հասկանալ, որ ոչինչ հավերժ չէ։ Ուրախությունը անցողիկ է, ինչպես և տխրությունը։ Վատ պահերը անցնում են, և գալիս են լավերը։ Կարևոր է չկառչել անցյալից, չվախենալ ապագայից, այլ ապրել ներկայով։ Ապրել այնպես, որ յուրաքանչյուր օր լինի լիարժեք ժպիտներով, բարությամբ, օգնությամբ ուրիշներին։ Վիլյամ Սարոյանը, մեր մեծ հայրենակիցը, գրել է. «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարին, ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից»։ Այս խոսքերը հիշեցնում են, որ կյանքի իմաստը բարություն տարածելն է, լույս լինել ուրիշների համար։ Կյանքը նաև դաս է։ Ամեն սխալից սովորում ենք, ամեն կորուստից ավելի ենք գնահատում ունեցածը։ Կյանքում կարևոր է ներել ինքդ քեզ և ուրիշներին, չպահել զայրույթ, չկուտակել վիրավորանքներ։ Կյանքի ամենաօգտակար հմտություններից մեկը վատը արագ մոռանալու ունակությունն է։ Շատերն են ասել, որ կյանքը կարճ է, որ չպետք է վատնել այն անիմաստ բաների վրա։ Պետք է ապրել հանուն նրա, ինչ սիրտդ է ուզում, երազանքներ իրագործել, սիրել և սիրվել, օգնել և օգնություն ստանալ։ Կյանքի իմաստը յուրաքանչյուրն ինքն է ստեղծում։ Մեկի համար դա ընտանիքն է, մյուսի համար ստեղծագործությունը, երրորդի համար բնության հետ ներդաշնակությունը։ Այն լի է հակադրություններով՝ ուրախություն և տխրություն, լույս և խավար, ծնունդ և մահ։ Սակայն հենց այդ հակադրություններն են դարձնում կյանքը ավելի արժեքավոր։ Ապրիր այնպես, որ վերջում չզղջաս չապրածդ պահերի համար։ Ապրիր լիարժեք, սիրով և երախտագիտությամբ։ Կյանքը հրաշալի է, որովհետև այն մերն է, մենք ենք որոշում, թե ինչով լցնել այն, և հենց դա է կյանքի ամենամեծ իմաստը՝ ազատություն ընտրելու, ստեղծելու և ապրելու։ Կյանքը երբեք չի դադարում զարմացնել մեզ։ Հենց որ կարծում ես, թե հասկացել ես նրա կանոնները, նա նորից փոխում է։ Նոր դռներ է բացում, նոր հարցեր է առաջացնում։ Կյանքը չունի ձեռնարկ, չունի հստակ քարտեզ, բայց հենց դա էլ դարձնում է այն հետաքրքիր։ Մենք ինքներս ենք գծում մեր ճանապարհը։ Շատ անգամ մենք վազում ենք կյանքի հետևից, մոռանալով կանգ առնել և նայել շուրջը։ Մենք հետապնդում ենք նպատակներ, հաջողություն, փող, ճանաչում, բայց երբեմն մոռանում ենք ամենապարզ բաները՝ արևի ջերմությունը, ընկերոջ ժպիտը, երեխայի ծիծաղը, գարնանային անձրևի հոտը։ Հենց այդ պարզ պահերն են կյանքի իրական հարստությունը։ Կյանքում կարևոր է ընդունել, որ մենք չենք կարող վերահսկել ամեն ինչ։ Շատ բաներ պատահում են առանց մեր կամքի՝ կորուստներ,
հիասթափություններ, անսպասելի փոփոխություններ։ Բայց հենց այդտեղ էլ է թաքնված կամքի ուժը, մեր մեջ է ծնվում դիմացկունությունը, համբերությունը, կարեկցանքը։ Տառապանքը մեզ սովորեցնում է ավելի խորը ընկալել ուրախությունը։ Կյանքը նաև հարաբերություններն են։ Մենք չենք կարող լիարժեք ապրել մենակ։ Մարդիկ, որոնց հետ ճանապարհ ենք անցնում, ընտանիք, ընկերներ, սիրելիներ, նույնիսկ անցորդներ, բոլորն էլ թողնում են հետք մեր հոգում։ Լավ հարաբերությունները կյանքը դարձնում են ավելի պայծառ, իսկ վատերը դաս են տալիս։ Կարևոր է սովորել, լսել, ներել, շնորհակալ լինել և չվախենալ խոցելի լինելուց։ Շատերն են փնտրում կյանքի մեծ իմաստը, բայց գուցե այդպիսիք մեկը չկա, գուցե իմաստը հենց կյանքն ինքն է, ապրելը, զգալը, սիրելը, սխալվելը, նորից վեր կենալը։ Ինչպես ասել է Չարլի Չապլինը, կյանքը մոտիկից դիտելիս ողբերգություն է, հեռվից կատակերգություն։ Մենք կարող ենք ընտրել, թե որ անկյունից նայենք։ Կյանքը նաև ընտրություններ է։ Ամեն օր մենք ընտրում ենք բարկանալ, թե ժպտալ, վախենալ, թե քայլանել, պահել վիրավորանքը, թե բաց թողնել։ Այդ ընտրությունները ձևավորում են մեզ, և ամենակարևորը, մենք միշտ ունենք ընտրության ազատություն, նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Ի վերջո, կյանքը նման է գրքի, որի հեղինակը մենք ենք։ Մենք չենք կարող փոխել առաջին գլուխները, բայց կարող ենք որոշել, թե ինչպես գրենք հաջորդները, և եթե այսօր ինչ-որ բան ճիշտ չէ, վաղը նոր էջ է բացվում։ Ապրիր այնպես, որ կյանքդ լինի այնպիսին, որի մասին կուզենայիր պատմել։ Ապրիր այնպես, որ սիրտդ լի լինի, ոչ թե դատարկ, որովհետև կյանքը մեկ անգամ է տրվում, և այն արժե ապրել ամբողջ սրտով։ Երբեմն կյանքը նման է ծովի, հանգիստ ու խաղաղ օրերին, բայց հանկարծակի փոթորիկներով։ Մենք կանգնած ենք ափին, նայում ենք հորիզոնին և մտածում, թե ինչ է սպասվում մեզ այնտեղ։ Ոմանք վախենում են նավակ նստել և մտնել ծովը, ոմանք էլ առանց վարանելու սուզվում են ալիքների մեջ, բայց կյանքը հենց այդ ճանապարհորդությունն է, անհայտի մեջ։ Կյանքում ամենակարևորը գիտակցելն է, որ ժամանակը մեր ամենաթանկ կապիտալն է։ Մենք չենք կարող գնել նոր վայրկյաններ, չենք կարող վերադարձնել կորցրած օրերը։ Դրա համար էլ կարևոր է յուրաքանչյուր պահը ծախսել այնպես, որ հետո չզղջանք, չվատնել այն մարդկանց վրա, ովքեր չեն գնահատում մեզ, չվատնել այն գործերի վրա, որոնք չեն ուրախացնում սիրտը։ Կյանքը նաև փոփոխություններ է։ Մենք անընդհատ փոխվում ենք ֆիզիկապես, հոգեպես, էմոցիոնալ։ Այն, ինչ երեկ կարևոր էր թվում, այսօր կարող է անիմաստ լինել։ Եվ հակառակը։ Կարևոր է ընդունել այդ փոփոխությունները, չդիմադրել դրանց։ Ինչպես ծառը թողնում է տերևները աշնանը, նորերը աճելու համար, այնպես էլ մենք պետք է բաց թողնենք հինը, նորի տեղ բացելու համար։ Շատ անգամ մենք մոռանում ենք շնորհակալ լինել, շնորհակալ առողջության համար, սիրող մարդկանց համար, տանիքի համար մեր գլխավերևում, սննդի համար մեր սեղանին։ Երբ սովորում ենք երախտագիտություն զգալ, նույնիսկ փոքր բաների համար, կյանքը դառնում է ավելի լիարժեք, ավելի պայծառ, երախտագիտությունը փոխում է մեր հայացքը, վատը դարձնելով ընդունելի, լավը հրաշալի։ Կյանքը երբեմն նաև մենություն է։ Նույնիսկ շատ մարդկանց շրջապատում կարող ենք մենք մեզ մենակ զգալ, բայց հենց այդ մենության մեջ էլ է ծնվում ինքներս մեզ ճանաչելու հնարավորությունը։ Մենակ ժամանակ անցկացնելը օգնում է լսել սեփական սիրտը, հասկանալ, թե ինչ ենք ուզում իսկապես։ Կյանքի մասին շատ են խոսել նաև մեր մեծերը։ Օրինակ, Թումանյանը գրել է. «Կյանքը գեղեցիկ է, եղբայրներս, կյանքը գեղեցիկ է», հիշեցնելով, որ նույնիսկ դժվարությունների մեջտեղում պետք է տեսնել գեղեցկությունը, իսկ Պարույր Սևակը ասել է. «Կյանքը սիրո և ատելության մեջ է անցնում», ընդգծելով, որ մեր զգացմունքները որոշում են մեր ճանապարհը։ Ի վերջո, կյանքը պարզ է, ապրիր այնպես, ինչպես սիրտդ է ասում։ Մի վախեցիր սխալվելուց, որովհետև սխալները դասեր են։ Մի վախեցիր սիրելուց, որովհետև սերը կյանքի շարժիչ ուժն է։ Մի վախեցիր երազելուց, որովհետև երազանքներն են տանում առաջ։ Կյանքը քոնն է,
Դարձրու այն այնպիսին, որ վերջում կարողանաս ասել. «Այո, ես ապրեցի», և հիշիր, ամեն նոր օր նոր հնարավորություն է սկսելու ամեն ինչ զրոյից։ Ապրիր, սիրիր, ժպտա, կյանքը արժե այդ ամենը։